Հարգելի հայրենակիցներ, նորից բարև ձեզ եւ այսօր ուզում եմ հիմա ձեզ քարտեզի հետ ձերդ միասին, որ քննարկենք Իրանում տեղի ունեցող զարգացումները, այդ նպատակով հատուկ պատրաստել եմ քարտեզը եւ հիմա մենք ձերդ միասին այստեղ կդիտենք ամեն ինչ։ Առաջ երթին սկսենք 5 րոպե առաջ զարգացումներից, այստեղ դուք տեսնում եք եւ ըստ տեղեկատվությունի Դարա քաղաքում այստեղ պայթյուններ են ֆիքսվել, սա Իրանի եւ Սիրիայի սահմանն է, տեսնում եք այս հատվածում։ Մենք ձեր հետ շատ անգամ խոսել ենք, իրականում գիտեք, որ սա Սուվեյդայի շրջանն է եւ հիմա պայթյունները տեղի են ունեցել այստեղ։ Սա Հոլանի բարձունքներին կից տարածքն է, այստեղ է գտնվում Հոլանի բարձունքները եւ 5 րոպե առաջ այդտեղ տեղի են ունեցել պայթյուններ։ Մինչև այդ 5 րոպե առաջ նաև ամենաթարմ տեղեկատվությունից եմ սկսում, որովհետև մի շարք լուրջ տեղեկատվություններ կա եւ ես որոշեցի այսպես քարտեզի վրա ձեզ մանրամասն այսօր ամեն ինչ հիմա ներկայացնեմ, մենք փաստացի ձեր հետ միասին ուղիղ եթերում կհետևենք բոլոր գործողությունների։ Պետք է ասել, որ օդային հակաօդային պաշտպանության համակարգներ էին աշխատում այստեղ Էրբիլում, տեսնում եք, սա քաղաք Էրբիլն է, եւ այս հատվածում գտնվում է Էրբիլի օդանավակայանը, որտեղ որ Միացյալ Նահանգների ռազմակայանն է նաև տեղակայված եւ Իրանը հարձակվել է 10 րոպե առաջ նաև Երևանի ժամով դա կլինի մոտավորապես ժամը 6-ը, երբ ես պատրաստում եմ հիմա այս վերլուծությունը եւ այդտեղ Էրբիլում նաև հարվածներ են հասցրել։ Տեսնում եք Էրբիլը, դա Իրաքի տարածքն է այստեղ։ Եթե նաև դիտենք միջև այդ տեղի ունեցողները, ապա ամբողջ տարածաշրջանում կարելի ասել ռազմական գործողություններ են տեղի ունենում, դա նաև Դոհան է, այստեղ է Կատարը, տեսնում եք հարգելի հայրենակիցներ, Կատարը եւ Կատարի մայրաքաղաք Դոհան, որտեղ որ հիմա ռազմական նաև հարձակումներ է տեղի ունենում իրանական ռեժիմի կողմից։ Այստեղ Դոհայում գտնվում է Ալուդեյդ ռազմակայանը, այստեղ տեսնում եք Ալուդեյդ ռազմակայանը մոտիկից եւ այդտեղ հակաօդային պաշտպանության համակարգներն են աշխատում։ Ժամեր է արդեն Իրանը հարվածներ է հասցնում նաեւ Կատարին եւ այդտեղ մենք ունենք այստեղ տեղեկատվություններ 3 ժամ առաջ է մոտավորապես սկսվել այս հարվածները եւ տեղի են ունենում հենց Ալուդեյդի ուղղությամբ։ Բացի դրանից պետք է ասել, որ եւս մեկ հարված այստեղ Դոհայում 2 ժամ առաջ տեղի ունեցավ, հարվածներ են տեղի ունենում նաև Միացյալ Արաբական Էմիրություններում։ Քարտեզի վրա որ ավելի պարզ ցույց տամ, հասկանում եք, սա Միացյալ Արաբական Էմիրություններն է, սա ուրեմն Քաթարն է այստեղ եւ այստեղ է գտնվում Բահրեյնը։ Բահրեյնի ուղղությունով էլ շատ լուրջ հարվածներ հասցրեց Իրանը։ Բահրեյնում գտնվում էր 5-րդ նավատորմը Միացյալ Նահանգների, ինչպես գիտեք, տեսեք Բահրեյնը ինչ փոքր պետություն է, եւ այստեղ այս հատվածում ուրեմն գտնվում է իրանց նավատորմը, բայց հիմա դուրս եկե, ես կցույց տամ ձեզ թե որ ուղղությունով եւ այստեղ այլևս չի գտնվում Միացյալ Նահանգների այդ նավատորմը, որովհետեւ հասկացել են, որ վտանգված կարող է լինել։ Այստեղ ունենք նաեւ 2 ժամ առաջ հարվածներ մոտավորապես եւ այստեղ տարհանում է տեղի ունենում ամբողջ այս շրջանը, այսինքն այդ տեսնում եք, այս շրջանը Ալ-Ֆաթիհ շրջան է կոչվում քաղաքը Մանաման ուրեմն մայրաքաղաքը Բահրեյնի ամբողջությամբ տեսնում եք, սա է Մանաման քաղաքը եւ այս կոնկրետ շրջանի տարհանում է տեղի ունենում այն նպատակով, որ Բահրեյնը նաև անվտանգ լինի, որովհետև Իրանը իր տարածքից հարվածում է նաև Բահրեյնին։ Տեսնում եք ամբողջ տարածաշրջանը Իրանը հարվածներ է հասցնում Միացյալ Արաբական Էմիրություններին, հարվածներ է հասցնում այստեղ Քաթարին, հարվածներ է հասցնում Բահրեյնին, հարվածներ է հասցրել նաև Քուվեյթին, այդտեղ գտնվող Միացյալ Նահանգների ռազմակայաններին, ինչպես նաև Իրաքում արդեն ասացի, Հորդանանում եւ Սաուդյան Արաբիայում նաև տեսեք հիմա Սաուդյան Արաբիայի ուղղությունով կանցնենք, տեսնում եք մայրաքաղաք Ռիադն է այստեղ նշված մայրաքաղաք Ռիադը եւ այստեղ գտնվում է Միացյալ Նահանգների ռազմակայանը։ Այստեղ նշված է, տեսնում եք, մոտիկից մի փոքր ավելի ցույց տամ։ Պրինց Սուլտան օդանավակայանը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Ռիադի մոտ, բայց հարվածը տեղի ունեցել մայրաքաղաք Ռիադի ուղղությամբ։ Հիմա ես բազում անգամ ասել եմ, որ փաստ չէ, որ իրանական բալիստիկ հրթիռները կարող են այնտեղ հասնել, այնտեղը խոցել, որը իրանք ուզում են խոցել, որտեղ բալիստիկ հրթիռները էֆեկտիվությունը իրականում տարբեր է եւ կարող ոչ այդքան բարձր լինի։ Ոստի խնդիրը նրանում է, որ հիմա
Սաուդյան Արաբիայում այդ հարվածների հետևանքով Սաուդյան Արաբիան կոնկրետ հայտարարեց, որ պատերազմի մեջ է փաստացի մտնում, որ պատրաստ է Իրանի դեմ պատերազմ վարել, որովհետև Իրանը սխախտել է մի շարք պետությունների տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը, այդ թվում Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի, ուրեմն Քաթարի 4, Միացյալ Արաբական Էմիրությունների 5, Իրաքի 6, Հորդանանի 7, առնվազն 7 պետության ուրեմն սուվերենություն է խախտել։ Հարցը նրանում է, որ այս պետությունները ըստ հանրային տվյալների չեն համաձայնվել, որ իրանց զորքերը մասնակցեն ռազմական գործողություններում նկատի ունեմ իրանց տարածքից, որ Միացյալ Նահանգները հարվածներ հասցնեն։ Այսինքն տրամաբանությունը այսպեսին է. Միացյալ Նահանգները այս հատվածից այստեղ է գտնվում, որ պարզ լինի, այս հատվածում է գտնվում մոտավորապես արաբական ծով, որ ասում է, այս հատվածը նկատի ունեի, այս քարտեզով մտածում է ինչ տարբերակով ձեզ ցույց տամ, գտա կարծես տարբերակը, եւ եթե այս տարբերակը էֆեկտիվ լինի YouTube-յան ուրեմն հարթակի համար, որովհետեւ դա նաեւ առանձին հարց է, որ YouTube-ը բոլոր ուրեմն ձևաչափերը չի ընդունում գործունեության, ապա այստեղ պետք է ասել, եթե հարմար լինի այս տարբերակը, հաճախ կարող ենք շարունակել եւ օգտագործել այս տարբերակը, նաեւ եթե ձեր դուրը գալիս է կամ ձեր համար հարմար է, խնդրում եմ դա էլ մեկնաբանություններում գրեք։ Այստեղ է գտնվում արաբական ծովում հիմա Աբրահամ Լինկոլնը, որը նաև հարվածներ է հասցնում։ Ուրեմն Միացյալ Նահանգների այդ Աբրահամ Լինկոլնը հարվածներ է այդտեղից հասցնում, իսկ զուգահեռ դրա Իրանը նրա փոխարեն, որ Աբրահամ Լինկոլնի դեմ կրակի իրականում չի կարող, ոնց հասկանում ենք, դրա փոխարեն ուժ է կիրառում փաստացի տարածաշրջանային մի շարք պետությունների դեմ, որտեղ որ ամերիկյան ռազմականներ կան, բայց ամերիկյան ռազմականները չեն կիրառվել Իրանի դեմ եւ շատ կարեւոր դա փաստ է։ Բացի դրանից, հարգելի այրենակիցներ, հիշում եք, ես ձեզ ներկայացրել էի, որ արևելյան միջերկրական ծովում երկրորդ ավիակիրը, ուրեմն Ջերալդ Ֆորդը եկել է։ Պետք է ասեմ, որ Ջերալդ Ֆորդը գտնվում էր այստեղ, ուրեմն սա Կրիտ կղզին է Հունաստանի, որը հասել էր հետո միջև Կիպրոս, տեսնում եք Կիպրոսի տարածքը, եւ Կիպրոսից հասել է Հայֆա։ Հայֆան այստեղ է գտնվում, տեսնում եք, Հայֆան, սա է Հայֆան, սա Իսրայելի երկրորդ ամենախոշոր քաղաքն է, կարելի ասել Թել Ավիվից հետո եւ նավահանգիստը նաեւ եւ Հայֆայում է գտնվում այս պայծրությամբ այդ Ջերալդ Ֆորդը, որը աշխարհում ամենամեծ ավիակիրն է եւ նաեւ կիրառվում է այս գործընթացներում։ Նաեւ հարգելի այրենակիցներ, ես ուզում եմ մի շարք ձեզ տեսահոլովակներ ցույց տամ եւ տեղեկատվություն ձերդ կիսվեմ, որ Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքում ուրեմն տագնապ է հայտարարված, որովհետև կես ժամ առաջ, որովհետև հարվածները Դուբայի ուղղությունով եւ Աբու Դաբի ուղղությունով շարունակվում են։ Աբու Դաբիում կես ժամ առաջ, իսկ հիմա այստեղ ժամը նույնիսկ երևում է, հա, 6:07 է, կես ժամ առաջ հարվածներ են տեղի ունեցել, տեսնում եք այստեղ նույնիսկ երևում է 27 րոպե, եւ Իրանը հարվածել է նորից Աբու Դաբին եւ Դուբային, Միացյալ Արաբական Էմիրություններին։ Էմիրությունների ուրեմն նախագահը 36 րոպե առաջ նաև ստացել է զանգ Սաուդյան Արաբիայի ուրեմն իրավահաջորդ կարելի ասել թագավորի զավակից, որը պատասխանատու է հիմա Մուհամմադ բին Սալմանի մասին է խոսքը, եւ ինքը պատասխանատու է իրականում Սաուդյան Արաբիայի համար, զանգել է, խոսել է Միացյալ Արաբական Էմիրությունների հետ։ Այսինքն չնայած նրա այն լարվածությունը, որը կար Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի միջև հարաբերություններում, որի մասին մենք բազում անգամ ձեր հետ խոսել ենք, հիմա կողմերը հասկանում են, որ Իրանի այս գործողությունները չափից դուրս են եւ ես իրոք համարում եմ, որ Իրանը մեծ սխալ է թույլ տալի, նրա փոխարեն, որ միայն պատասխան գործողություններ վարել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեմ, ինչը տրամաբանական կլիներ, որովհետեւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելն են սկսել այդ գործողությունները, Իրանը որոշել է հիմա հարվածել բոլոր պետություններին, որտեղ որ այդտեղ կան Միացյալ Նահանգների զորքեր, ինչը փաստացի բերելու է նրան, որ այդ պետությունները արդեն պատրաստակամություն են հայտնել մտնել մարտական ռազմական գործողությունների մեջ։ Տեսեք, Դուբայից մի քանի տեսահոլովակ եմ ուզում ձեզ ցույց տամ, թե ինչ իրավիճակ է Դուբայում։ Այստեղ պայթյուններ են ուղղակի լսվում, բայց նաև
Այստեղ կա հետաքրքիր նաև տեսահոլովակ, արդեն Իրանում հարվածների ուղղությամբ, Իրանում հարվածները շարունակվում են, դուք այստեղ քարտեզի վրա տեսնում եք Իրանի տարածքը եւ տարբեր տեղերում հարվածները շարունակվում են, խոսքին մեկ վայրը կոնկրետ դա այս հատվածն է, այստեղ նշված է, տեսնում եք, հատուկ նշված է, հարմար է, ավելի պարզ որ լինի, այս սրա մասին է խոսքը, այս կետի մասին, եւ հիմա ցույց տամ այդտեղ ինչ է տեղի ունենում։ Սա պայթյունն է, ինչքանով տեսնում եք, շատ մեծ է պայթյունը եւ այրվում է ինչ-որ մի բան։ Ուրեմն շարունակենք մեր քննարկումը։ Միացյալ Արաբական Էմիրությունների օդային տարածքը նաև փակ է, մեկ ժամ առաջ, բոլոր թռիչքները փակ են Էմիրություններում։ Օմանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել, որ տարածաշրջանում կարող լրջագույն լարվածություն ձևավորվի, եթե այսպես շարունակվի եւ բոլոր կողմերին զսպողության ուրեմն կոչ է արել։ Իրանի բարձր պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ մեր ուրեմն Իրանի քաղաքական առաջնորդներին թիրախավորելու փորձերը առանց պատասխան չեն մնա եւ Իրանը կպատասխանի այդ գործողություններին։ Հարվածները տեղի ունեցել նաև այստեղ նկարը տեսնում եք, հարգելի անկիցներ, ուրեմն Մարանդ քաղաքին, որը գտնվում է արևելյան Ադրբեջան շրջանում։ Տեսնում եք որտեղ է արևելյան Ադրբեջանը, այստեղ է գտնվում Մեղրին, Սյունիքը։ Հենց Հայաստանի մոտ է նաև, այստեղ։ Այսինքն, երբ մենք ասում ենք, որ այս ամբողջ իրավիճակը հիմա, տեսեք, Հայաստանից հարավ, այսօր, սա այս քարտեզը ինչով դուք տեսնում եք, այսօր է տեղի ունենում ամեն ինչ։ Այս բոլոր պայթյունները, բոլոր ռումբերը, բոլոր այս բալիստիկ հրթիռները այսօր Հայաստանից հարավ, տեսեք ինչ իրավիճակ է տեղի ունենում եւ Հայաստանում խաղաղություն է, ինչը շատ եւ շատ կարեւոր է։ Եվ այդ նպատակով Հայաստանը պետք է վարի ճիշտ քաղաքականություն, որ այս խաղաղությունը պահի եւ պաշտպանի, որովհետեւ շատ լարված աշխարհակ քաղաքական իրավիճակում ենք գտնվում։ Նաև պետք է շարունակենք եւ խոսենք նրա մասին, որ ինչ մեծ կարևորություն ունի ուրեմն իսրայելական օդուժի գործունեությունը, Իսրայելը շարունակում է նաև իր գործունեությունը, մենք տեսնում ենք, տեսեք, F-16-ների լիցքավորումը օդում, Սիրիայի տարածքում, Սիրիայի օդում։ Տեսեք ինչ մեծ կարևորություն ունի այն, որ Սիրիայի օդը եւ բաց է, եւ Թուրքիան դա ուզում է փոխել, որովհետեւ Թուրքիան շատ լավ հասկանում է, որ Սիրիան զինելու հետ միասին հակաօդային պաշտպանություններով, հիշում եք, մենք դրա մասին ձեր հետ խոսում էինք, որ Իսրայելը կանխում էր դա, հարվածներ էր հասցնում, որ հանկարծ Սիրիան այդքան չզորանա, որ օդուժը փակի, որովհետեւ Սիրիայի օդային տարածքն է, որը դուք այստեղ տեսնում եք, օգտագործվում հիմա այս գործողությունների համար, այսինքն Սիրիայի օդուժով, կներեք, օդային տարածքով եւ հետո Իրաքի օդային տարածքով գալիս է այս գլխավոր հարվածները, որտեղ ուրիշ տարբերակը Սաուդյան Արաբիան է եւ իհարկե Իսրայելը այդ ուղղությունը չի օգտագործի։ Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է անում, որ քննադատում են Իրանի հարվածները Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի, Կատարի եւ Հորդանանի վրա։ Պատկերացնում եք, հա, Քուվեյթը մոռացել են այստեղ ասել, բայց երևի այդ ժամանակ դեռ Քուվեյթին ուղղակի չէին հարվածել դեռ։ Դուբայում էլի պայթյուններ են։ Ես առհասարակ կոչ եմ անում բոլորին, ով տարածաշրջանում հայերին գտնվում է, կլինի դա Դուբայում, գիտեմ շատ հայ է գտնվում նաև ուրիշ քաղաքներում տարածաշրջան շատ զգուշ լինեն, որովհետև անհասկանալի զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Քուվեյթի բանակը 1 ժամ առաջ մոտավորապես այստեղ Ալի Ալ-Սալեմ ռազմակայանը, որը Միացյալ Նահանգների այդտեղ կա, տեսեք, երկու ռազմակայան է, սա Քուվեյթի մայրաքաղաք Քուվեյթն է, Ալ-Քուվեյթը, այստեղ երկու ռազմակայան կա, մեկը ամերիկյան ռազմակայանն է կոնկրետ Ալի Ալ-Սալեմը, սա է, եւ այստեղ հարվածներ է տեղի ունեցել, նկարը ցույց տամ ձեզ, որ ավելի պարզ լինի։ Եվ զուգահեռ դրա նաև պետք է ասել, որ բալիստիկ հրթիռներ են կիրառվել այս ուղղությամբ եւ թիրախները խոցվել է։ Երկրորդ ամերիկյան ռազմակայանը նաև կա, Ահմադ Ալ-Ջաբեր օդանավակայանը, բայց ոնց հասկանում եմ, այդ ուղղությամբ չի կիրառվել իրականում դեռ որևէ բան Իրանի կողմից։ Շարունակում ենք հարգելի հայրենակիցներ եւ ուրեմն պետք է տեսնենք, որ Իսրայելում շարունակում է գործել հատուկ իրավիճակը,
դպրոցները, աշխատատեղերը ամեն ինչ փակ է եւ բոլորին կոչ են անում պատրաստ լինել տարանման համար եւ թաքնվելու վայրերում, մամադներում այդպես կոչված հողի տակ գտնվելու համար, նաեւ Իսրայելը սկսել է ուրեմն պահեստազորից տասնյակ հազարավոր զինվոր կանչել բանակ, այսինքն միանգամից սկսում է հզորացնել բանակը։ Ըստ Իսրայելի 12-րդ ալիքի ուրեմն այս ռազմական գործողությունները կարող են տևել առաջի փուլը առնվազն 4 օր։ Ես իրոք կարծում եմ, որ ոչ, կարծում եմ էլ ավելի կլինի, ավելի երկար, որովհետև կոնկրետ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը իր ելույթում ժամեր առաջ հայտարարություն արեց եւ ասաց, որ իրանց նպատակն է ռեժիմի փոփոխությունը։ Այսինքն այս գործողությունները կտրուկ տարբերվում են նրանից, ինչ տեղի էր ունենում 2025 թվականի հունիսի 12 օրվա պատերազմի ժամանակ։ Միացյալ Նահանգները հիմա դրել են առաջադրանք ոչ միայն ոչնչացնել Իրանի միջուկային եւ բալիստիկ ծրագիրը, այլ նաեւ առաջի հերթին հենց ձևավորել այսպիսի ռեժիմի փոփոխության հիմքեր։ Դոնալդ Տրամպը իր ելույթում ասաց, որ իրանք թույլ չեն տալու, Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը ունենա միջուկային զենք։ Ես կարծում եմ, որ դուք սրա մասին շատ լավ գիտեք, որտեղ ես բազում անգամ դա ասել եմ, դա կտրուկ դիրքորոշում է Ամերիկայի եւ ոչ միայն Տրամպի իրականում, եւ ես էլ իմ բոլոր շփումների ժամանակ շատ լավ այդ հարցի մասին տեղեկացված եմ եւ գիտեմ ինչ իրավիճակ է այդ ուղղությամբ։ Երկրորդ կարևոր հարցը, որ Դոնալդ Տրամպը ասաց, բոլորը ով ռեժիմի դեմ է, եղեք դեր տներում, մենք երբ կավարտենք գործունեությունը հարվածները, դուրս եկեք եւ գրավեք իշխանությունը, այսինքն վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը։ Եթե դա հիմա չանեք, ապա հաջորդ այդ փորձը կարող է տասնամյակներ եւ սերունդներ հետո ունենաք այդ հնարավորությունը, սա է ձեր հնարավորությունը եւ ժամանակը փոխել ռեժիմը։ Այսինքն Միացյալ Նահանգները կոնկրետ ռեժիմի փոփոխության օրակարգ են դնում։ Այո, պետք է ասել, որ Եգիպտոսը նաև շատ զգուշ է այս իրավիճակում, որովհետև իրեն նաև կարող է հասնել որևէ բան, ճիշտ է մի փոքր ավելի հեռու է Եգիպտոսը, ոնց հասկանում եք, բայց ամեն դեպքում բոլոր պետությունները հիմա այս բանին շատ զգուշ են տարածաշրջանում։ Իսրայելի ուղղությամբ հարվածները շարունակվում են, ուղիղ որ ասենք, եւ այդ հարվածները բավականին հաճախ են տեղի ունենում, այստեղ տարբեր քարտեզներ կան, կարելի ասել, ես դիտում եմ իհարկե on-line ռեժիմով Իսրայելում տեղի ունեցողը տարբեր ալիքներով, իսրայելական 15-20 րոպեն մեկ բալիստիկ հրթիռ են գալի եւ մարդիկ փախնում են թաքնվելու նպատակով մամադներ, ուրեմն Ռուսաստանը աջակցություն է հայտարարել իհարկե Իրանին, Լավրովը խոսել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ եւ քննադատել է Միացյալ Նահանգների գործողությունները, դե պարզ է իհարկե Ռուսաստանը Իրանի կողմից է եւ հակաամերիկյան ճակատում է այստեղ էլ եւ Իրանի միջուկային ծրագրին ուղիղ կամ ոչ ուղիղ աջակցել է։ Տեսեք, այստեղ 2 ժամ առաջ Իրաքում կար ԱԹՍ օդում եւ դրա կադրեր կա, արեք միասին դիտենք։ Տեսնում եք ԱԹՍ-ը։ Այսինքն շահեդի տիպի ԱԹՍ էր սա, որը շարժվում է, ինչպես տեսակ, Իրաքի օդում։ Պետք է ասել, որ Հորմուզի նեղուցում հարգելի այրնակիցներ, որի մասին մենք ձեր հետ խոսել ենք, այսինքն դուք շատ լավ տեղյակ եք մեր վերլուծությունների շնորհիվ իրականում ինչ է տեղի ունենում։ Հորմուզի նեղուցում, տեսեք Հորմուզի նեղուցը, ցույց տամ ձեզ հիմա շատ հստակ, այս է Հորմուզի նեղուցը, այս հատվածում է, այս է Հորմուզի նեղուցը։ Այստեղով անցնում է միջազգային նավթի առևտրի 20-30%-ը նայած ժամանակ եւ այլն։ Հիմա ակնհայտ է, որ հաշվի առնելով, որ այսօր շաբաթ օր է եւ առևտուր չկա նավթի գների վրա, նկատի ունեմ նավթի շուկան փակ է, միջազգային շուկան փակ է, ապա պետք է ուղիղ եւ ակնհայտ ասել, որ երբ շուկան բացվի, նաեւ նավթի գները մեծ հավանականությամբ կաճեն կտրուկ, զուգահեռ դրա նավթի մատակարարումները մի շարք այստեղ գործընկերություններ ժամանակավոր գուցե կասեցրել են, որովհետև վախենում են Հորմուզի նեղուցով անցնել, որտեղ որ ռազմական իրավիճակ է։ Նույն այս կղզի վրա, Կիշ կղզին է, լուրջ հարվածներ է տեղի ունեցել նաև Իսրայելի եւ Միացյալ Նահանգների օդուժի կողմից։ Պետք է ասել նաև, որ Ֆրանսիան հրավիրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ եւ պետք է ասել, որ Ֆրանսիան մտահոգված է այս իրավիճակով, բայց նաև պատրաստ է
տեղակայել իր ուժերը մերձավոր Արևելքում, անհրաժեշտության դեպքում օգնել Միացյալ Նահանգներին։ Նաև պետք է խոսել, որ Իրանի արտաքին գործերի նախարարը մինչև այդ խոսել է այս պետությունների տարբեր, որոնց մասին խոսք է, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Քաթարի, Քուվեյթի, Բահրեյնի եւ Իրաքի արտաքին գործերի նախարարների հետ եւ քննարկել է այդ հարցերը, հարվածները, այս բոլոր պետությունները ասել են, որ անընդունելի է կոնկրետ ուրեմն Իրանի կողմից այս հարվածները։ Չնայած դրա Իրանը նաև հայտարարում է, որ հարվածներ է հասցնում միայն Միացյալ Նահանգների շենքերին, բայց իրավիճակը այդպես չէ, որտեղ բալիստիկ հրթիռները, հատկապես իրանական, որոնք ցածր որակ ունեն, փաստացի չեն կարող 100%-ով ճիշտ վայր հասնել ուղղակի։ Կարող է 500 մետր այն կողմ ընկնել։ 500 մետրը կես կիլոմետր է։ Այսինքն քաղաքի մի ծեր կարող ես կրակել, մյուս ծերում հայտնվի։ Այդ դեպքում դա ուղղակի սարսափելի հետևանքներ կարող է ունենալ։ Էրբիլում միայն Իրաքում, այսինքն այստեղ 11 հրթիռ են հոբ համակարգները խոցել եւ Միացյալ Արաբական Էմիրությունները լուրջ քննադատել են, որտեղ տեսեք ամբողջ Դուբայում հիմա այսպեսի համ տագնապ է, համ էլ ինչքանով գիտեմ Բուրջ Խալիֆայում, ուրիշ տեղերում մարդկանց տարհանում են, որովհետեւ կարող է այդ հրթիռներից մեկը ուղղակի կամ ԱԹՍ-ներից կամ թևավոր այդ հրթիռներից մեկը ուղղակի հարվածի որևէ բարձր շենքին, որը կա Դուբայում այդ թվում։ Կա տեղեկատվություն, որ Իսրայելի հարձակումի հետևանքով 40 երեխա է զոհվել դպրոցում։ Համոզված չեմ իրականում այս տեղեկատվությունը ինչքանով ճիշտ է, իսրայելական կողմը հերքում է, արեք սպասենք, զարգացումին կտեսնենք։ Չեմ կարծում, որ իսրայելական կողմը հիմա այս իրավիճակում այսքան ռազմական օբյեկտ ունենալով դպրոցին հարվածել, տրամաբանական չեմ տեսնում ուղղակի դա, Իսրայելը երբեք չի արել դա Իրանի դեպքում, որովհետև ռազմական օբյեկտներին է հարվածել։ Իր համար դա է եղել կարևորը։ Սիրիայում նաև զոհվածներ կան, 5 հոգի է զոհվել, որտեղ որ Սուվեյդայում այդ հրթիռի, բալիստիկ հրթիռի մի մաս է ընկել նաև եւ դա իր դերը ունի, սա է նաև Հորդանանում ռազմակայանում տեղի ունեցավ, տեսնում եք Հորդանանը, հա, հիմա ցույց տամ այստեղ ռազմակայանը, հեսա ռազմակայանը, այստեղ նաև կապիտով նշված է, Ազրակ ռազմակայանն է Միացյալ Նահանգների եւ այստեղ հիմա կդիտենք նաև Սա այսինքն իրանական նաև հարվածի հետևանք է։ Մենք կարող ենք հստակ ձեր հետ միասին արձանագրել, որ հարվածները տեղի են ունենում։ Այսինքն իրանական բալիստիկ հրթիռների առնվազն մի մասը տեղ հասնում է եւ դա ուղղակի փաստ է։ Իրանի տարածքում պետք է նաև դիտենք, թե ինչ է տեղի ունենում, հարգելի հայրենակիցներ, համոզված եմ ձեզ հետաքրքիր է։ Ուրեմն հարվածների մեծ մասը տեղի են ունենում մայրաքաղաք Թեհրանում, ուրիշ քաղաքներում այս հատվածում նաև միջև էլ ձեզ ցույց տվեցի եւ Հայաստանի սահմանի մոտ էլ նաև այստեղ էլ է հարվածներ տեղի ունեցել եւ հարավային այս հատվածում տեսնում եք այստեղ էլ են հարվածներ տեղի ունեցել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների։ Աֆղանստանը հետաքրքիր է, տեսնում եք Աֆղանստանը որտեղ է գտնվում, այստեղ կողքը։ Սա է Աֆղանստանը, սա է Պակիստանը։ Մենք ձեր հետ օրերս խոսել էինք Պակիստանի եւ Աֆղանստանի միջև ռազմական գործողությունների մասին, ասեմ ձեզ, որ Աֆղանստանը հայտարարել է, որ պատրաստ է Իրանին օգնել անհրաժեշտության դեպքում Ամերիկայի դեմ պատերազմի համար, բայց հաշվի առնելով, որ ինքն է խրված հիմա պատերազմում Պակիստանի հետ, այդքան էլ էֆեկտիվ չէ։ Հիմա մի բան էլ ասեմ, տեսեք, ամբողջ աշխարհը այս պայծրությամբ երեք որ միայն եւ առաջ օրը քննարկում է ամբողջ աշխարհը Պակիստանի եւ Աֆղանստանի պատերազմը, բոլորը մոռացան այդ պատերազմի մասին։ Հիմա որևէ վերլուծություն այդ թեմայով չեք գտնի։ Ամբողջ ուշադրությունը անցել է դեպի այս իրավիճակ։ Այսինքն մենք ձեր հետ միասին պետք է արձանագրենք, հա, միջազգային օրակարգում իրավիճակը շուտ փոխվում է, հատկապես երբ նոր պատերազմներ, հակամարտություններ եւ այլն լինում։ Սա նշանակում է, որ այնպես չէ, որ ամբողջ աշխարհը հիմա Պակիստանի մասին է մտածում, Աֆղանստանի մասին է մտածում, հաստատ ոչ էլ Ուկրաինայի մասին են մտածում, չնայած նա որ պատերազմը շարունակվում է, եւ ոչ էլ նույնիսկ Սուդանի մասին, որտեղ որ պատերազմը երկար ժամանակ է շարունակվում եւ բացարձակ կարելի ասել շատերին չի հետաքրքրում։ Այսինքն մենք այս աշխարհի հանդեպ նաև մեր մոտեցումները պետք է ճիշտ դրսևորենք, որ այս աշխարհը այնպես չէ, որ ամբողջ օրը մտածում է նաև խոսքին Հայաստանի անվտանգության մասին կամ Վրաստանի, եւ մենք պետք է մեր նաև դասերը քաղենք այդտեղից։ Սա հետաքրքիր է Երուսաղեմում հարվածի հետևանք է։ ايوه وزارة العناب يا ولاد العم وزارة العناب الاسم. يلا اعلم هدول شظايا ولا صواريخ.
տեսնում ենք Երուսաղեմում տեղի ունեցող, նաև նկատի ունեմ Իսրայելի տարածքում նաև հարվածներ կան, այդ թվում ասեմ ձեզ, որ հարվածներ են տեղի ունեցել Թել Ավիվում հաստատ եւ մի հատ շենք է այրվել հաստատ, բայց ինչքանով դա ուրեմն այդ տեղեկատվությունը կհաստատվի, նկատի ունեմ տեսահոլովակներ կան եւ ոնց հասկանում եմ հաստատվել է, բայց կարծեմ որևէ մեկը չի տուժել կամ զոհվել, որովհետեւ տարհանման գործընթացները վաղուց տեղի են ունեցել։ Պետք է ասել, որ իրանական կողմը կներեք հերքում է այն, որ Ալի Լարիջանին, ինչպես նաեւ Փեժեշկյանը եւ ինչպես նաեւ անվտանգության պաշտպանության նախարարը զոհվել են, դրա մասին կար տեղեկատվություն, հատկապես պաշտպանության նախարարի մասին, իրանական կողմը հերքում է դա, նորից չեմ կարող ասեմ, որ դա ճիշտ է թե ոչ, եթե նույնիսկ սպանել են, կարող է իրանական կողմը հայտարարի, որ ամեն ինչ լավ է, որ բնակչության մոտ տպավորություն այդպեսի ստեղծի։ Կարող է իրոք չեն սպանել, որովհետեւ այս պատերազմը նախատեսված էր։ Հա, այստեղ հետաքրքիր է, տեսեք նկարի վրա իմաց ցույց տամ, այս շենքը, սա Այաթոլլահ Խոմեյնիի բնակավայրն է, նստավայրը, այսպես ասեմ, որը այրված է եւ ոչնչացված է։ Եվ սա ոչ թե դրա պատճառով, որ այդտեղ է գտնվում Այաթոլլահ Խոմեյնիին, ոչ, ինքը իհարկե այդտեղ չէր։ Ես իմ առավոտվա վերլուծությունում էլ նաև ասացի դա, բայց նպատակը այն էր, որ քանդել այս նստավայրը, ինչպես նրա նշան, որ Խամենեի իշխանությունը Իրանում ավարտվում է կամ պետք է ավարտվի, այսինքն որ ցուցարարներին էլ ավելի ոգեշնչի սա, որ իշխանափոխություն է տեղի ունենում։ Պատերազմը շարունակվում է, ռազմական գործողությունները շարունակվում են, այս պահի դրությամբ պետք է ասել ձեզ, որ տեսեք, մենք փաստացի չունենք որևէ լուրջ գործողություններ Լիբանանի ուղությունից, չկան դեր, Հեզբոլլահը ակտիվացված չէ, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ երեք եւ վերջի օրերը նաեւ, բայց Իսրայելը լուրջ հարվածներ է հասցրել Հեզբոլլահին եւ հիմա զգուշացրել է, որ եթե Հեզբոլլահը մտնի պատերազմի մեջ, այսինքն Լիբանանի ուղությունով, ապա սարսափելի հետևանքներ են լինելու եւ դեռ Հեզբոլլահը չի մտել պատերազմի մեջ։ Պատերազմի մեջ մտնելու մասին հայտարարել են հութիները այստեղ են գտնվում, բայց դեռ կարծես որևէ բան չեն կրակել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ եւ այլն։ Հիշեցնեմ ձեզ, մենք ձեր հետ միասին այ վերլուծություններ ենք այդ թեմայով արել եւ մանրամասն խոսել ենք Սոմալիլենդի հետ կապված, որը այստեղ է գտնվում։ Հիշում եք Իսրայելը, որ ճանաչեց Սոմալիլենդի անկախությունը այս հատվածում գտնվող, որը հութիների հենց մոտն է գտնվում եւ խոսք է գնում նրա մասին, որ Մոսադը այստեղ ունի ռազմակայան արդեն։ Եթե հութիները միանան պատերազմի մեջ, Մոսադը այստեղից կսկսի միանգամից թիրախավորել ուրեմն հութիներին։ Հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում, սա է Կարմիր ծովը, հարգելի այրնակիցներ, տեսնում եք, այս ծովն է Կարմիր ծովը եւ սա Բաբել Մանդեբի նեղուցն է, հետո գալիս է Ադենի ծոցը եւ հետո Արաբական ծովը։ Այստեղ խոսք է գնում նրա մասին, որ Կարմիր ծովում արգելում են հութիները նավերի շարժ։ Դե թող արգելեն, բայց իրականում եթե մի բան փորձեն անել, Միացյալ Նահանգները այստեղից էլ կարող է հարվածներ հասցնի, այստեղ Ջիբութիում հիմա ցույց տամ ավելի մոտիկից։ Տեսնում եք, սա է Բաբել Մանդեբի նեղուցը։ Ջիբութիում գտնվում է Միացյալ Նահանգների ռազմակայանը, իսկ այստեղ սա խոսքին այս կոնկրետ Բերբերա քաղաքը տեսնում եք։ Սա է Բերբերա քաղաքը։ Բերբերա քաղաքում գտնվում է Իսրայելի նոր ռազմակայանը, այսինքն ինչ են անելու, ոնց են անելու, չի ստացվի այս հարցը լուծել եւ ակնհայտ է, որ հութիների հարցն էլ է նաեւ լուծվելու զուգահեռ, եթե հութիները մտնեն պատերազմի մեջ։ Եվ ընդհանուր առումով պետք է ասել, որ ռազմական իրավիճակը շարունակվում է, ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ է, հարվածները շարունակվում են բալիստիկ հրթիռներով, մեզ սպասում են ծանր օրեր առջևում, ես փորձելու եմ մաքսիմալ էֆեկտիվ, այսպես ձեր հետ միասին վերլուծել, համոզված եմ եւ տեսա, որ առավոտվա վերլուծությունը շատերին հետաքրքրեց, գիտեք, որ այստեղ ձեզ տրամադրում եմ վստահելի տեղեկատվություն, թարմ տեղեկատվություն, փորձում եմ նաև այսպիսի միջոցներ կիրառեմ, որ ել ավելի հասանելի, հասկանալի լինի ձեր համար եւ համոզված եմ, որ սա մեր գործողությունները ել ավելի կարեւոր է դարձնում։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, չենք մոռանում անպայման լայքել այս վերլուծությունը, ինչով դուք աջակցում եք վերլուծությանը եւ իմ գործունեությանը, նաեւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, շնորհակալ եմ հարգելի այրնակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։